2007 թվականին մի կին մտավ Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկը, անձնագիրը թարմացնելու նպատակով։ Նա 28 տարեկան էր, քաղաքավարի և ոչինչով աչքի չէր ընկնում պատուհանի հետևում նստած աշխատակցի համար։ Նա փաստաթղթերը հանձնեց այն մարդու վարժությամբ, ով նախկինում էր արել դա։ Աշխատակիցը հայացք գցեց թղթերին, մի քանի կոճակ սեղմեց տվյալների բազայում և հոնքերը գիտեց։ Ինչ որ բան այն չէր։ Անունը չէր համապատասխանում, ծննդյան ամսաթիվը տարբերվում էր ճիշտ այնքան, որ համակարգում ահազանգ միացներ։ Պատուհանի մյուս կողմում կանգնած կինը նյարդային ժպտաց սպասելով։ Նա գաղափար անգամ չուներ, որ հաջորդ 72 ժամվա ընթացքում իր ամբողջ կյանքը գլխի վայր շուռ կգա։ Նա չգիտեր, որ պատրաստվում է բացահայտել մի առեղծված, որը 22 տարի շարունակ հետապնդում էր հայաստանյան մի փոքրիկ քաղաքի։ Նա չգիտեր, որ իր իրական անունը Հասմիկ Գալստյան է, որ նա 6 տարեկան էր, երբ անհետացավ, և որ Հայաստանի մեկ այլ մարզում մի մայր երբեք չի դադարել մոմ վառել ծննդյան տորթի վրա մի դստեր համար, ում մահացած էր համարում։ Նախքան սկսել է գրեք մեկնաբանություններում, թե որտեղից եք մեզ դիտում։ Մեզ համար հաճելի կլինի իմանալ։ Եթե սիրում եք նմանատիպ իրական քրեական պատմություններ, անպայման հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք, միացրեք ծանուցումները և կիսվեք նրանց հետ, ում դա նույնպես կհետաքրքրի։ Հայաստան, ամառ 1985 թվական։ Այնպիսի ամառ, երբ շոգից ասֆալտը ալիքաձև հալվում էր և երեխաները վազվզում էին ցայտաղբյուրների տակով, մինչև փողոցի լույսերը կվառվեին։ Աբովյան քաղաքում, որն ուներ 8000-ից քիչ բնակչություն, բոլորը ճանաչում էին բոլորին։ Դռները մնում էին չկողպված։ Երեխաները հեծանիվներով գնում էին մոտակա խանութ և վերադառնում առանց հսկողության։ Դա այնպիսի վայր էր, որտեղ ողբերգությունը անհնարին էր թվում, որտեղ ամենավատ բանը, որ կարող էր պատահել, մեքենայի թեթև վթարն էր կենտրոնական փողոցում կամ դպրոցի ֆուտբոլի թիմի պարտությունը առաջնությունում։ Հասմիկ Գալստյանն ապրում էր Գարնանային փողոցում իր ծնողների Ռուբենի և Սեդայի ու իր ավագ եղբոր Միքայելի հետ, ով 9 տարեկան էր։ Այդ ամառ Հասմիկը 6 տարեկան էր, իր տարիքի համեմատ փոքրամարմին, խարթյաշ մազերով, որոնք մայրը երկու հյուս էր անում, և առջևի ատամների արանքում ճեղքով, որն առանձնահատուկ էր դարձնում իր ժպիտը։ Նա սիրում էր ելակի պաղպաղալակ, հրաժարվում էր հագնել որևէ այլ բան, քան իր վարդագույն կեդերը, և ուներ բմբուլ անունով փափուկ նապաստակ, որին ամենուր տանում էր իր հետ։ Ուսուցիչը ասում էր, որ նա խելացի է, հետաքրքրասեր և դասարանում միշտ առաջինն է ձեռք բարձրացնում։ Հայրը աշխատում էր շինանյութի խանութում, մայրը տնային տնտես էր և կիրակի օրերը կամավոր աշխատում էր եկեղեցում։ Հուլիսի 14-ի կեսօրին թաղամասում եռում էր աշխուժությամբ, ամենամյա բակային հավաքույթը թեժ պահում էր։ Սեղանները շարված էին փողոցում ծածկված վանդակաձև սփռոցներով, լի կարտոֆիլով աղցանների, տափակ հայնից և ձմեռունի շերտերի, որոնք քրտած էին շոգից։ Ինչ-որ մեկը վոլեյբոլի ցանց էր կապել, երեխաները ջրով լի փուչուկներով հալածում էին միմյանց, ռադիոյից հնչում էր երաժշտություն հարևանի պատշգամբից։ Ռուբենը կանգնած էր մանգալի մոտ, խորոված էր անում և ծիծաղում հարևանների հետ։ Սեդան նստած էր փայտե սեղանի մոտ այլ մայրերի հետ, հյուրասիրելով սառը թեյ։ Միքայելը իր ընկերների հետ էր, հավանաբար ինչ-որ չարաճճություն էր անում մոտակա գտակի մոտ։ Իսկ Հասմիկը խաղում էր։ Նա հենց այնտեղ էր ընդամենը րոպեներ առաջ, պտտվելով խոտերի վրա երկու այլ փոքրիկ աղջիկների հետ։ Նրանց ծիծաղը բարձր էր և զրնգուն։ Սեդան աչքի պոչով նայում էր նրան ամեն մի քանի րոպեն մեկ, ինչպես անում են մայրերը, մեխանիկորեն հաշվառելով։ Բայց հետո ինչ-որ մեկը նրան հարցրեց եկեղեցու տոնավաճառի մասին, և նա շրջեց գլուխը, ընդամենը մի պահ, միայն այնքան, որ պատասխանի։ Երբ նա հետ նայեց, Հասմիկը չկար։ Սկզբում դա խուճապի նման չէր։ Սեդան ոտքի կանգնեց, ձեռքով արևից փակելով աչքերը և զննելով բակը։ Նա կանչեց. «Հասմիկ, Հասմիկ, բալես, որտեղ ես»։ Մյուս մայրերը միացան նրան, սկզբում հանգիստ ձայնով, հետո ավելի պահանջկոտ։ Ռուբենը թողեց մանգալը։ Միքայելը վազելով եկավ, երբ լսեց մոր ձայնի դողը։ Նրանք խուզարկեցին բակը, տունը, հարևանի մուտքը։ Ինչ-որ մեկը ստուգեց ավտոտնակը, մեկուինչը վազեց դեպի գետակ։ Րոպեներն անցնում էին, 5, 10, 15։ Երաժշտությունը դադարեց, ծիծաղը մարեց։ Մարդիկ սփռվեցին ամբողջ թաղամասով, կանչելով նրա անունը՝ Հասմիկ, Հասմիկ Գալստյան։ Վարդագույն կեդեր, խարտյաշ հյուսքեր։
Բմբուլը թևի տակ սեղմած։ Տեսել եք նրան։ Որևէ մեկը տեսավ, թե ուր գնաց։ Արևը անխնա այրում էր։ Սեդայի ձայնը կտրվում էր։ Ռուբենի դեմքից գույնը փախել էր։ Ցերեկը ժամը 4:17-ին ինչ-որ մեկը զանգահարեց միլիցիա 02։ Օպերատորի ձայնը հանգիստ էր, վարժված, մեթոդիկ։ Որն է պատահարի բնույթը։ Սեդան հազիվ էր արտաբերում բառերը։ Աղջիկս։ Նա կորել է։ Նա հենց նոր այստեղ էր։ Նա 6 տարեկան է։ Նա 6 տարեկան է։ Օպերատորը խնդրեց նկարագրել նրան։ Սեդան արցունքների միջև արագ թվարկեց մանրամասները։ Խարդյա շմազեր, հյուսքեր, վարդագույն կեդեր, դեղին ամառային զգեստ սպիտակ ծաղիկներով, 32 կիլոգրամ, 110 սանտիմետր հասակ։ Նրա առջևի ատամների արանքում ճեղք կա։ Նա ունի փափուկ նապաստակ։ Խնդրում եմ, դուք պետք է գտնեք նրան։ Օպերատորը վստահեցրեց նրան, որ օգնությունը ճանապարհին է։ Միլիցիայի աշխատանքներն անմիջապես ուղարկվեցին, բայց այն առաջին վճռողական րոպեներին, երբ Հասմիկը դեռ կարող էր հասանելի լինել, երբ նա կարող էր լինել հենց անկյունի հետևունքում կամ թաքնված լինել ինչ-որ մեկի խորդանոցում, ժամացույցը արդեն աշխատում էր նրանց դեմ։ Ժամը 5-ին բակային խնջույթը վերածվել էր օպերատիվ շտաբի։ Միլիցիայի մեքենաները շարված էին փողոցում, նրանց կարմիր և կապույտ լույսերը թարթվում էին մարող ցերեկային լույսի ներքո։ Աշխատակիցներն հարցաքննեցին բոլորին, ովքեր այնտեղ էին եղել։ Երբ եք վերջին անգամ տեսել նրան։ Ինչ էր հագել։ Նկատել եք որևէ արտասովոր մարդու։ Որևէ մեկը շուտ հեռացավ խնջույքից։ Կամավորները կազմեցին հորուզական խմբեր։ Նրանք սանրեցին հետնաբակերը, ստուգեցին խորդանոցներն ու ավտոտները, քայլեցին մոտակա անտառի պարագծով։ Ինչ-որ մեկը լամպեր բերեց։ Մեկ ուրիշը ջուր։ Տեղի հրշեց ծառայությունը ժամանավ հորուզակ շներով։ Շները բռնեցին հետքը տարածքի եզրին, հետևեցին դրան մինչև մայթ և հետո կորցրին այն։ Կարծես Հասմիկը պարզապես օդի մեջ անհետացած լինի, կամ նրան վերցրել ու մեքենայով տարել են։ Այդ գիշեր, երբ մթխությունը իջավ Աբովյանի վրա, Գալստյանների ընտանիքը նստած էր իրենց հյուրասենյակում, շրջապատված միլիցիայի աշխատակիցներով և տուժողների պաշտպաններով։ Սեդան ամուր սեղմել էր բմբուլին, փափուկ նապաստակին, որը Հասմիկը թողել էր փայտե սեղանի վրա։ Ռուբենը հայացքը հարել էր հատակին, ձեռքերն այնքան ամուր էր սեղմել, թե մատների հոդները սպիտակվել էին։ Միքայելը նստեց աստիճաններին, լսելով մեծահասակների ցածր անհանգիստ ձայները։ Ավագ քննիչը, Տիգրան Գրիգորյան անունով մի մարդ, նստած էր նրանց դիմաց։ Նա 40-ն անց էր, քունքերը ճերմակած, այնպիսի դեմքով, որը չափազանց շատ բան էր տեսել։ Նա խոսեց մեղմ, բայց հաստատակամ։ «Մենք կգտնենք նրան», ասաց նա։ «Հենց հիմա դրսում են մեր բոլոր հասանելի աշխատակիցները։ Մենք կապվել ենք կենտրոնի հետ։ Մենք անցակետեր ենք տեղադրում քաղաքից դուրս եկող բոլոր մայրուղիների վրա, բայց ես ուզում եմ, որ դուք ինձ պատմեք ամեն ինչ այսօրվա մասին, ամեն ինչ Հասմիկի մասին, ցանկացած բան, որ կարող է օգնել մեզ»։ Սեդան և Ռուբենը խոսեցին այնքան, մինչև նրանց ձայները կտրվեցին։ Նրանք նկարագրեցին Հասմիկի առօրյան, ընկերներին, սիրելի վայրերը։ Նրանք տվեցին յուրաքանչյուր մարդու անուն, ով եղել էր խնջույքին։ Նրանք լարեցին իրենց ուղեղը, հիշելու որևէ արտասովոր բան, մեքենայով անցնող որևէ անծանոթի, որևէ խոսակցություն, որը տարօրինակ էր թվացել։ Բայց ոչինչ չկար, ոչինչ, որ իմաստ ունենար, ոչինչ, որ կբացատրեր, թե ինչպես կարող էր փոքրիկ աղջիկը անհետանալ օրը ցերեկով, շրջապատված տասնյակ մարդկանցով, ովքեր սիրում էին նրան։ Առաջին 48 ժամը քաոսային էր։ Միլիցիա թեժ գիծ բացեց, որն անընդհատ զանգում էր։ Կամավորները որոնում էին դաշտերում, գետակներում և լքված շենքերում, ուղղաթիռները պտտվում էին գլխավերևում, իրենց լուսարձակներով ճեղքելով մթությունը։ Լրատվական խմբերը ժամանեցին Երևանից, տեսախցիկներ տեղադրելով Գալստյանների տան բակում։ Հասմիկի դեմքը հայտնվեց Հայաստանի բոլոր հեռուստաէկրաններին։ Անհետ կորած երեխա, Հասմիկ Մարի Գալստյան, 6 տարեկան, վերջին անգամ տեսել են հուլիսի 14-ին ժամը 16:00-ի սահմաններում։ Եթե ունեք որևէ տեղեկություն, խնդրում ենք զանգահարել։ Հեռախոսը զանգում էր օր ու գիշեր։ Որոշ զանգեր իրական էին, մեծ մասը ոչ։ Մարդիկ հայտնում էին, որ տեսել են խարտիաշ աղջիկների մթերային խանութներում, կանգառներում, անցնող մեքենաների հետևի նստատեղերին։ Յուրաքանչյուր հետք ստուգվում էր,
յուրաքանչյուր ահազանգ հետաքննվում էր, բայց դրանցից ոչ մեկը Հասմիկը չէր։ Երրորդ օրը մի տղամարդ հայտնվեց պնդելով, որ տեսել է Հասմիկի նկարագրությանը համապատասխանող մի փոքրիկ աղջկա կապույտ մեքենայի ուղևորի նստատեղին, որը շարժվում էր դեպի արևելք M4 մայրուղինով կեսօրին ժամը 16:30-ի սահմաններում։ Միլիցիան հետևեց երթուղին, հարցաքննեց բենզալցակայանի աշխատակիցներին։ Ոչինչ, կապույտ մեքենան այդպես էլ չգտնվեց։ 5-րդ օրը մի կին զանգահարեց թեժ գիծը, ասելով, որ տեսել է մի տղամարդու, ով աննպատակ շրջում էր բակային խնջույքի մոտակայքում այդ օրը ավելի վաղ, մեկին, ում նա չէր ճանաչում։ Ոստիկանությունը նրան հրավիրեց աշխատել նկարիչ մասնագետի հետ։ Կազմված ֆոտոռոբոտը տարածվեց ամբողջ հանրապետության մեջ։ Տասնյակ մարդիկ զանգահարեցին ճանաչելու էսքիզի տղամարդուն, բոլորն էլ հետաքննվեցին, նրանցից ոչ մեկը կապ չուներ Հասմիկի անհետացման հետ։ Առաջին շաբաթվա վերջում հույսի սկզբնական ալիքը սկսեց մարել։ Կամավորական որոնումները փոքրացան, լրատվամիջոցների ուշադրությունը տեղափոխվեց այլ պատմությունների։ Քննիչ Գրիգորյանը նստած էր Գալստյանների խոհանոցում, սուրճը սառել էր եւ նրանց ասաց այն ճշմարտությունը, որը նրանք չէին ուզում լսել։ «Մենք չենք հանձնվում», ասաց նա, «բայց մենք սպառել ենք անմիջական հետքերը։ Մենք ընդլայնում ենք որոնման շրջանակը։ Մենք ստուգում ենք տարածաշրջանում գրանցված հանցագործների, մենք համագործակցում ենք այլ մարզերի հետ, բայց ես ձեզ չեմ ստի։ Որքան երկար նա չկա, այնքան սա ավելի է դժվարանում»։ Սեդան դեմքը թաղեց ձեռքերի մեջ, Ռուբենը վեր կացավ եւ դուրս եկավ սենյակից։ Միքայելը լսելով միջանցքից, զգաց, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Հետաքննությունը փոխեց ուղղությունը։ Միլիցիան սկսեց ուսումնասիրել տանը ավելի մոտ կանգնած մարդկանց։ Ընտանիքի անդամներ, հարևաններ, ցանկացած մեկը, ով եղել էր խնջույքին։ Ռուբենն ու Սեդան հարցաքննվեցին առանձին։ Նրանց պատմությունները խաչաձև ստուգվեցին, անհամապատասխանություններ գտնելու համար։ Դա ստանդարտ ընթացակարգ էր, բացատրեց քննիչ Գրիգորյանը, բայց դա դավաճանության պես էր զգացվում։ Միքայելին զրուցեց մանկական հոգեբանը։ Արդյոք ծնողները վիճում էին։ Արդյոք ընտանիքում ինչ-որ մեկը տարօրինակ էր պահում իրեն։ Արդյոք Հասմիկը երբևէ նշել էր, որ վախենում է ինչ-որ մեկից։ Հարցերը ներխուժող էին, մեղադրական, բայց Միքայելը պատասխանեց բոլորին։ Նա ուզում էր իր քրոջը հետ բերել, նա ամեն ինչ կաներ։ Երկու փողոցային կողմ ապրող մի հարևան, 50-նանց մի տղամարդ, ով միայնակ էր ապրում, դարձավ կասկածյալ, երբ ինչ-որ մեկը հիշեց, որ նա շուտ էր հեռացել խնջույքից։ Միլիցիան խուզարկության թույլտվություն ստացավ նրա տան համար։ Նրանք ոչինչ չգտան։ Նա շուտ էր հեռացել, որովհետև բժշկի մոտ հերթագրված էր։ Նրա ալիբին հաստատվեց։ Նա մեղավոր չճանաչվեց, բայց վնասն արդեն հասցված էր։ Կասկածը կախվել էր թաղամասի վրա մառախուղի պես։ Հասմիկի անհետացումից 3 շաբաթ անց 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի քաղաքից մի տղամարդ զանգահարեց միլիցիա եւ խոստովանեց։ Նա ասաց, որ ինքն է վերցրել նրան։ Նա ասաց, որ գիտի, թե որտեղ է աղջիկը։ Քննիչները շտապեցին հարցաքննել նրան։ Նա թափթփված էր, գրգռված, արագ էր խոսում։ Նա մանրամասներ պատմեց, դեղին զգեստ, խարտյաշ հյուսկեր, բայց երբ սեղմեցին, նրա պատմությունը փլվեց։ Մանրամասները չէին համընկնում։ Նա չէր կարողանում ասել, թե ուր է տարել նրան։ Հոգեբանական գնահատումը ցույց տվեց, որ նա կեղծ խոստովանությունների պատմություն ունի, ուշադրության կարիք, կարևոր լինելու հուսահատ ցանկություն։ Նա չէր առևանգել Հասմիկին։ Նա չգիտեր, թե որտեղ է նա։ Նա պարզապես ուզում էր, որ ինչ-որ մեկը լսի իրեն։ Կեղծ խոստովանությունը վատեց քննչական ժամանակից 3 օր։ 3 օր, որոնք կարող էին ծախսվել իրական հետքերի վրա։ Ամռան վերջին գործը փակուղի էր մտնում։ Փրկագնի պահանջ չէր եղել, մարմին չէր հայտնաբերվել։ Ոչ մի արժանահավատ վկա առաջ չէր եկել։ Հասմիկ Գալստյանը պարզապես անհետացել էր։ Հատուկ քննչականի պրոֆայլերը քանի հնարավորություն առաջարկեց։ Անծանոթի կողմից առևանգում, պատահական հանցագործ, մեկը, ով տեսել էր նրան խնջույքին եւ գործել իմպուլսով, կամ մեկը, ով շաբաթներով հետևել էր նրան, մեկը, ով գիտեր թաղամասը, մեկը, ով գիտեր երբ հարվածել։ Բնութագիրը լայն էր, գրեթե անօգուտ։ Այն նկարագրում էր հազարավոր մարդկանց։ Այն նկարագրում ոչ ոքի։ Որոնումները շարունակվում էին, բայց հրատապությունը կորել էր։ Հույսը մարում էր։ Գալստյանների ընտանիքը փորձում էր դիմանալ։ Սեդան Հասմիկի սենյակը պահում էր ճիշտ այնպես, ինչպես կար։
Դեղին ամառային զգեստը դեռ կախված էր պահարանում, բմբուրը նստած էր մահճակին։ Ամեն գիշեր Սեդան կանգնում էր դռան մոտ և շշնջում. «Բարի գիշեր»։ Ամեն առավոտ նա արթնանում էր և ամեն ինչ նորից հիշում։ Ռուբենը տրվել էր աշխատանքին, օրական 12-ից 14 ժամ անցկացնելով շինմատերիալի խանութում։ Նա չէր կարողանում տանը մնալ, չէր կարողանում տանել ճաշասեղանի դատարկ աթոռի տեսքը։ Միքայելը դադարեց խաղալ ընկերների հետ, դադարեց ժպտալ, նա դարձավ լուռ, ինքնամփոփ։ Դպրոցում ուսուցիչները նկատում էին, տանը ծնողները նկատում էին, բայց ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Ինչպես սփորթել մի տղայի, ով կորցրել է քրոջը։ Ինչպես ասել նրան, որ ամեն ինչ լավ կլինի, երբ ինքդ չես հավատում դրան։ Հոկտեմբերին հետաքննությունը պաշտոնապես սառեցվեց։ Քննիչ Գրիգորյանը դեռ շաբաթը մեկ այցելում էր, դեռ ստուգում էր ահազանգերը, երբ դրանք լինում էին, բայց գործը տեղափոխվեց դարակի հետևի մաս։ Այլ գործեր ուշադրություն էին պահանջում, այլ ընտանիքներ օգնության կարիք ունեին։ Որոնողական խմբերը ցրվեցին, լրատվական խմբերը հեռացան, թեժ գիծը դադարեց զանգել։ Հասմիկ Գալստյանը դարձավ վիճակագրություն, հազարավոր անհետ կորած երեխաներից մեկը։ Եվս մեկ դեմք պաստառի վրա, եվս մեկ քայքայված ընտանիք։ Սեդան դադարեց տնից դուրս գալ, նա դադարեց պատասխանել հեռախոսազանգերին, նա դադարեց եկեղեցի գնալ։ Ռուբենը առաջարկեց թերապիա, նա հրաժարվեց։ Ինչ կասեր նրան թերապևտը, որ նա պետք է շարունակի ապրել, որ նա պետք է համակերպվի, որ Հասմիկը չկա։ Ինչպես կարող էր նա համակերպվել դրա հետ, ինչպես կարող էր նա շարունակել ապրել, երբ նա չգիտեր, երբ չկար մարմին, չկար ապացույց, չկար վերջակետ, միայն դատարկ տարածություն, որտեղ պետք է լիներ նրա դուստրը։ Ռուբենը փորձում էր ուժեղ լինել, փորձում էր ընտանիքը միասին պահել, բայց լարվածությունը չափազանց մեծ էր։ Նա և Սեդան հազիվ էին խոսում, երբ խոսում էին, դա կենցաղային հարցերի, հաշիվների, Միքայելի դպրոցի, մթերքների մասին էր, երբեք Հասմիկի մասին։ Նրա մասին խոսելը չափազանց ցավոտ էր։ Միքայելը սովորեց կողմնորոշվել լռության մեջ, սովորեց կարդալ տան լարվածությունը։ Նա հմտացել էր իրեն անտեսանելի դարձնելու մեջ, սենյակից սենյակ սահելով առանց նկատվելու։ Նա լավ էր սովորում, նա խնդիրներ չէր ստեղծում, նա չէր ուզում ավելացնել ծնողների բեռը, բայց ներսում նա խեղդվում էր, նա կարոտում էր քրոջը, նա կարոտում էր նրա ծիծաղի ձայնը, այն թե ինչպես էր նա գողանում իր կոմիքսները, այն թե ինչպես էր նա բարձրանում իր անկողինը ամպրոպների ժամանակ, նա կարոտում էր նրա ատամների արանքի ճեղքով ժպիտը, նա կարոտում էր ամեն ինչ։ Հասմիկի 7-րդ տարեդարձին, նոյեմբերի 23-ին, Սեդան տորտ թխեց, շոկոլադ է, Հասմիկի սիրելին։ Նա 7 մոմ դրեց վրան և վառեց դրանք։ Նա երգեց «Տարեդարձ է այսօր» կոտրված ձայնով, մենակ խոհանոցում, մինչ Ռուբենը աշխատանքի էր և Միքայելը դպրոցում։ Նա փչեց մոմերը և երազանք պահեց։ Թող նա ողջ լինի, թող նա տուն գա, թող այս մաղձավանջը վերջանա։ Տորթը անձեռնմթել մնաց սեղանի վրա 3 օր, մինչև Ռուբենը դեն նետեց այն։ Նա չէր կարողանում նայել դրան, չէր կարողանում տանել հիշեցումը։ Առանց Հասմիկի առաջին նոր տարին անտանելի էր։ Սեդան պնդեց տոնածառ դնել, նա կախեց Հասմիկի գուլպան, նա փաթեթավորեց նվերներ, որոնք երբեք չէին բացվելու։ Առավոտյան Միքայելը ինչավ ներքև և գտավ մորը հատակին սստած տոնածառի դիմաց, ձեռքին մի տուկինիկ, որը նա գնել էր Հասմիկի համար։ Նա այնքան ուժեղ էր լաց լինում, որ չէր կարողանում շնչել։ Ռուբենը գրկած նրան տարավ վերև։ Միքայելը մենակ սսած հյուրասենյակում, շրջապատված նվերներով, որոնք նա չէր ուզում, և մտածում էր, թե արդյոք կյանքը երբևէ նորից նորմալ կլինի։ Պատասխանը նա արդեն գիտեր. ոչ։ Երբ ամիսները վերածվեցին տարիների, Աբովյան քաղաքը փորձեց առաջ շարժվել, բայց որոշ ընտանիքներ երբեք չեն մոռանում։ Ամեն հուլիսի 14-ին Սեդան մոմ էր վառում։ Ամեն նոյեմբերի 23-ին նա տորթ էր թխում։ Ծրեսները դարձել էին գոյատևելու միջոց, Հասմիկի հիշատակը վառ պահելու միջոց, ասելու համար
Ես քեզ չեմ մոռացել, ես երբեք քեզ չեմ մոռանա։ Քննիչ Գրիգորյանը թոշակի անցավ 1989 թվականին։ Նախքան հեռանալը, նա վերջին անգամ եկավ Գալստյանների տուն։ Նա նստեց Սեդայի և Ռուբենի հետ և ասաց նրանց, որ ցավում է։ Ես երբեք չեմ դադարել փնտրել, ասաց նա, ես երբեք չեմ դադարել հուսալ, բայց ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Եթե նա դեռ այնտեղ է, եթե նա դեռ ողջ է, նա այնքան երկար է բացակայել, որ հավանաբար չի հիշում ձեզ։ Նա հավանաբար չի հիշում, թե ով է եղել, և այն մարդը, ով տարել է նրան, 4 տարի է ունեցել նրան թաքցնելու համար։ Կներեք, ես շատ եմ ցավում։ Սեդան շնորհակալություն հայտնեց նրան ազնվության համար։ Ռուբենը սեղմեց նրա ձեռքը։ Նրանցից ոչ մեկը լաչ չեղավ։ Նրանց արցունքները սպառվել էին տարիներ առաջ։ Գործը փոխանցվեց նոր քննիչի, Լիլիթ Մանուկյան անունով մի երիտասարդ կնոջ։ Նա ժառանգեց տասնյակ սառեցված գործեր, անհետ կորած մարդկանց և չբացահայտված սպանություններ, գործեր, որոնք տարիներով մնացել էին անշարժ։ Նա կարդաց Հասմիկի գործը իր առաջին շաբաթվա ընթացքում։ Նա ուսումնասիրեց լուսանկարները, խարտիաշ հյուսկեր, ատամների ճեղքով ժպիտ, վարդագույն կետեր։ Նա կարդաց վկաների ցուցմունքները, կեղծ հետքերը, փակուղիները։ Նա նշում արեց կապվելու ընտանիքի հետ։ Բայց շաբաթները վերածվեցին ամիսների և այլ գործեր առաջնահերթություն ստացան։ Հասմիկի գործը վերադարձավ դարակ։ 1992 թվականին, Հասմիկի անհետացումից 7 տարի անց, Գալստյանների ընտանիքը քայքայվեց անդառնալիորեն։ Ռուբենն ու Սեդան ամուսնալուծվեցին։ Գարմանային փողոցի տունը վաճառվեց։ Սեդան տեղափոխվեց բնակարան քաղաքի մյուս ծայրում։ Ռուբենը նորից ամուսնացավ և տեղափոխվեց Ռուսաստան։ Միքայելը, ով արդեն 16 տարեկան էր, մնաց մոր հետ։ Նա մեծացել էր դառնալով բարձրահասակ, լուռ, լուրջ։ Նա չէր խոսում իր քրոջ մասին, չէր խոսում անցյալի մասին, բայց նա ամեն օր մտածում էր նրա մասին, մտածում էր որտեղ է նա, մտածում էր արդյոք նա ողջ է, մտածում էր արդյոք նա երբևէ մտածում է իրենց մասին։ Սեդան աշխատանքի անցավ տեղի ճաշարանում, աշխատելով կրկնակի հերթափոխով, որպեսի վճարի վարձը։ Նա պահում էր Հասմիկի լուսանկարը իր գոգնոցի գրպանում։ Երբևն ընդմիջումների ժամանակ նա հանում էր այն և նայում։ Նա անգիր էր արել յուրաքանչյուր մանրուք, Հասմիկի այտի կորությունը, լույսը նրա աչքերում, այն թե ինչպես էին մազերը ընկնում ճակատին։ Նա ցույց էր տալիս լուսանկարը հաճախորդներին երբեմն։ Տեսել եք այս աղջկան, սա իմ դուստր է։ Նա կորել է 1989 թվականից։ Մարդկանց մեծ մասը կարեկցանքով շարժում էր գլուխը։ Ոմանք անհարմար էին զգում և փոխում էին թեման։ Քչերն էին հարցեր տալիս։ Ինչ է պատահել։ Միլիցիա որևէ հետք ունի։ Սեդան միշտ տալիս էր նույն պատասխանը։ Ոչ, ոչ մի հետք, ոչ մի պատասխան, միայն հույս։ Միշտ հույս։ 1995 թվականին, Հասմիկի անհետացումից 10 տարի անց, վավերագրական ֆիլմի անձնակազմ եկավ Աբովյան։ Նրանք ֆիլմ էին նկարահանում սառեցված գործերի, չբացահայտված անհետացումների մասին։ Նրանք հարցազրույց վերցրեցին Սեդայից։ Նա նստեց տեսախցիկի առաջ և պատմեց Հասմիկի պատմությունը։ Նա ցույց տվեց ննձյասենյակը, որը պահել էր ճիշտ այնպես, ինչպես կար։ Նա ցույց տվեց ծննդյան տորթերը, ամանորյա գուլպաները, մոմերը։ Նա նայեց ուղիղ ոսպնյակի մեջ և խոսեց իր քվոջ մասին։ Հասմիկ, եթե դու այնտեղ ես, եթե լսում ես ինձ, ուզում եմ իմանաս, որ մենք երբեք չենք դադարել փնտրել։ Մենք երբեք չենք դադարել սիրել քեզ։ Դու մոռացված չես։ Դու երբեք չես մոռացվի։ Խնդրում եմ, տուն արի։ Միքայելը ավարտեց դպրոցը 1996 թվականին։ Նա ընդունվեց ինստիտուտ, բայց 1 տարով հետաձգեց։ Նրան պետք էր աշխատել, պետք էր օգնել մորը։ Նա աշխատանքի անցավ շինարարական ընկերությունում։ Աշխատանքը ծանր էր, ֆիզիկական, հյուծիչ։ Այն զբաղված էր պահում նրա միտքը, թույլ չէր տալիս շատ մտածել։ Բայց գիշերը պառկած անկողնում նա չէր կարողանում փախչել հիշողություններից։
Նա հիշում էր Հասմիկի անհետացման օրը, հիշում էր մոր ճիչերը, հիշում էր միլիցիայի մեքենաները եւ որոնող շներին եւ այն սարսափելի, խեղդող զգացողությունը, որ ամեն ինչ փոխվել է ընդմիշտ։ Նա հիշում էր, ինչպես էր կանգնած քրոջ դատարկ սենյակում, դիպչում նրա խաղալիքներին, մտածում արդյոք երբևէ նորից կտեսնի նրան։ Չիմանալը ամենավատ մասն էր, ավելի վատ քան վիշտը, ավելի վատ քան զայրույթը, որովհետև վիշտը ձև ուներ, զայրույթը թիրախ ուներ, բայց չիմանալը դատարկություն էր, անverջ, սարսափելի դատարկություն։ 2000 թվականին Հասմիկի անհետացումից 15 տարի անց գործը գրեթե մոռացված էր։ Ոստիկանությունը բյուջեի կրճատումներ էր ունեցել։ Սառեցված գործերը ցածր առաջնահերթություն ունեին։ Քննիչ Մանուկյանը, ով ժառանգել էր Հասմիկի գործը, տեղափոխվել էր այլ բաժին։ Գործը պահվում էր արխիվում, հարյուրավոր ուրիշների հետ միասին։ Միքայելն այժմ 24 տարեկան էր, աշխատում էր որպես աշխղեկ շինարարությունում, նա հազվադեպ էր այցելում մորը։ Դա չափազանց ցավոտ էր, չափազանց շատ էր հիշեցնում անցյալը։ Սեդան դեռ ճաշարանում էր, դեռ կրում էր Հասմիկի լուսանկարը, դեռ հարցնում էր անծանոթներին, արդյոք տեսել են իր դուստրը։ Մարդկանց մեծ մասը ընդառաջում էր նրան, ոմանք խուսափում էին նրանից։ Նա քաղաքում հայտնի էր դարձել որպես այն կինը, ով չէր կարողանում բաց թողնել անցյալը, կինը, ով չէր կարողանում առաջ շարժվել։ Բայց Սեդա ինչ էր հետաքրքրում, թե ինչ են մտածում մարդիկ։ Նա խոստում էր տվել Հասմիկին եւ պահելու էր այն։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, ինչ ոչ ոք չէր կարող կռահել, այն էր, որ Հասմիկը ողջ էր։ Նա ողջ էր եղել ամբողջ ընթացքում։ Նա ապրում էր ուրիշ անվան տակ, ուրիշ քաղաքում, մի կնոջ հետ, ով գողացել էր նրան 22 տարի առաջ։ Այդ կնոջ անունը Դոնարա Կիրակոսյան էր։ 1985 թվականին նա 51 տարեկան էր, անմուսնացած, անզավակ եւ հուսահատ։ Նա 3 անգամ վիժում էր ունեցել, եւ բժիշկները նրան ասել էին, որ նա երբեք չի կարողանա հղիությունը հասցնել ավարտին։ Ամուսինը լքել էր նրան դրա պատճառով։ Հարազատները հեռացել էին նրանից։ Նա մենակ էր, դառնացած եւ վշտից հյուծված։ Երբ նա տեսավ Հասմիկին բակային խնջույքի ժամանակ այդ ամառվային օրում, նրա մեջ ինչ-որ բան կտրվեց։ Նա տեսավ մի փոքրիկ աղջիկա, խարթյաշ եւ գեղեցիկ, եւ նա ցանկացավ նրան պետք էր այդ աղջիկը։ Ուստի նա սպասեց այնքան, մինչև մեծահասակների ուշադրությունը շեղվեց, սպասեց այնքան, մինչև Հասմիկը մոտեցավ բակի եզրը, հետո նա ծնկի իժղավ, ժպտաց եւ ասաց. «Մայրիկդ ինձ ուղարկել է քո հետևից, անակնկալ կա, արի իմ հետ»։ Հասմիկը վստահող եւ անմեղ բռնեց նրա ձեռքը։ Դոնարան մեքենայով գնաց ուղիղ 3 օր։ Նա անցավ մարզային սահմաններ, կանգնում էր միայն վառելիքի եւ արագ սննդի համար, Հասմիկին քնած էր պահում մանկական դեղամիջոցներով, որպեսզի նա լուռ մնա։ Մինչև նրանք հասնեին Երևան, Հասմիկը ապակողմնորոշված էր, շփոթված, հազիվ գիտակից վիճակում։ Դոնարան կեղծ անվամբ տուն վարձեց Երևանի ծայրամասում։ Նա Հասմիկի մազերը շագունակագույն ներկեց։ Նա ասաց նրան, որ նրա իսկական ծնողները մահացել են, որ նա իր ծնողակնոջի քույրն է եւ որ նրա անուն այժմ Էլեն է, ոչ թե Հասմիկ։ Էլեն։ Դոնարան համբերատար էր։ Նա հաշվենկատ էր։ Նա Էլենին տանն էր կրթում, մեկուսացած պահելով այլ երեխաներից։ Նա ասում էր նրան, որ արտաքին աշխարհը վտանգավոր է, որ անծանոթները կվնասեն նրան, որ ոստիկանությանը չի կարելի վստահել։ Նա ստեղծեց մի աշխարհ, որտեղ Դոնարան միակ հաստատուն կետն էր, անվտանգության միակ աղբյուրը, եւ կամաց-կամաց ամիսների եւ տարիների ընթացքում Հասմիկը մոռացավ։ Նա մոռացավ իր իրական անունը, մոռացավ իր ընտանիքը, մոռացավ Գառնանային փողոցի տունը, բակային խնջույքը եւ մորը, ով երգում էր իր համար քնելուց առաջ։ Նա դարձավ Էլեն։ Նա հավատաց ստերին, որովհետև ընտրություն չուներ, որովհետև նա 6 տարեկան էր, մենակ եւ սարսափահար։ Երբ Էլենը մեծացավ, Դոնարայի վերահսկողությունը խստացավ։ Նրան թույլ չէին տալիս ընկերներ ունենալ, թույլ չէին տալիս հաճախել սովորական դպրոց։ Դոնարան ասում էր, որ դա այն պատճառով է, որ Էլենը յուրահատուկ է, փխրուն, տարբերվող։ Էլենը հավատում էր նրան։ Նա չհավատալու պատճառ չուներ։ Դոնարան միակ մայրն էր, ում նա երբևէ ճանաչել էր։ Բայց կային ճաք էր, փոքր, հազիվ նկատելի ճաք էր։ Էլենը երբեմն երազներ էր տեսնում։
երազներ բարի աչքերով մի կնոջ և կոշտացած ձեռքերով մի տղամարդու մասին, երազներ մի տղայի մասին, ով նրան հասմիկ էր կանչում։ Նա արթնանում էր շփոթված, ապա կողմնորոշված։ Նա հարցնում էր Դոնարային երազների մասին, Դոնարան հերքում էր դրանք։ Ընդամենը մղզավանջներ են, ասում էր նա, ոչ ավելին, բայց երազները շարունակվում էին։ Երբ Էլենը դարձավ 16 տարեկան, նա խնդրեց ծննդյան վկայականը, նա ուզում էր վարորդական իրավունք ստանալ։ Դոնարան ձգձգեց, ասաց, որ կզբաղվի դրանով։ Շաբաթներ անցան, ամիսներ։ Էլենը նորից հարցրեց։ Դոնարան դարձավ պաշտպանողական, բարկացած։ Ինչի՞դ է պետք, դու ինձ չես վստահում։ Էլենը ետ քաշվեց։ Նա չէր ուզում նեղացնել Դոնարային, չէր ուզում կորցնել միակ ընտանիքին, ում ուներ, բայց հարցը մնաց օդում կախված։ Ինչու նա չուներ ծննդյան վկայական, ինչու նա չէր կարողանում հիշել ոչինչ մինչև 6 տարեկանը, ինչու Դոնարան երբեք չէր խոսում Էլենի հոր, տատիկ-պապիկների, նրա անցյալի մասին։ Մինչև Էլենը դարձավ 21 տարեկան, ճաքերը վերածվել էին խորը անդունդների։ Նա սկսել էր աշխատել տեղի մթերային հանութում, հակառակ Դոնարայի ցանկության։ Դոնարան պայքարել էր դրա դեմ, ասել էր, որ դա վտանգավոր է, ասել էր, որ Էլենը պատրաստ չէ։ Բայց Էլենին փող էր պետք, անկախություն էր պետք էր իրեն մարդ զգալ, ոչ թե բանտարկյալ։ Աշխատավայրում նա հանդիպեց իր տարիքի այլ մարդկանց, լսեց պատմություններ իրենց մանկության, ընտանիքների, հիշողությունների մասին։ Նա ոչինչ չուներ, ոչ մանկական լուսանկարներ, ոչ մանկության ընկերներ, ոչ պատմություններ տարրական դպրոցից։ Երբ գործընկերները հարցնում էին նրա անցյալի մասին, նա ասելու բան չուներ։ Ամեն ինչ դատարկ էր, ամբողջովին սպիտակ։ Նա սկսեց գիտակցել, թե որքան տարօրինակ էր դա։ Մի օր Ռուզան անունով մի գործընկերուհի Էլենին հրավիրեց ընդմիջման։ Նրանք նստած էին սրճարանում, ուտում էին բուրգեր և կարտոֆիլ։ Ռուզանը խոսում էր իր ընտանիքի մասին, Գյումրիում մեծանալու, նրա նրյարդանից կրթող եղբայրի և չափազանց հոգատար ծնողների մասին։ Հետո նա հարցրեց Էլենին. «Իսկ դու, ինչպիսին էր քո մանկությունը»։ Էլենը հայացքը հառեց ափսեին։ «Ես շատ բան չեմ հիշում», ասաց նա։ «Ծնողներս մահացել են, երբ փոքր էի։ Ես ապրել եմ մորաքուրոջս»։ Ռուզայի դեմքը մեղմացավ։ «Ցավում եմ, երևի շատ դժվար է եղել»։ Էլենը գլխով արեց. «Այդպես էլ կար»։ Ռուզանը տատանվեց, հետո հարցրեց. «Դու ծնողներիդ լուսանկարներ ունես»։ Էլենը բացասական շարժեց գլուխը։ Մորաքույրս ասում է, որ դրանք կորել են հրդեհի ժամանակ։ Ռուզանը այլևս չպնդեց, բայց ավելի ուշ տուն գնալիս Էլենը չէր կարողանում դադարել մտածել այդ խոսակցության մասին։ Ինչու նա լուսանկարներ չուներ։ Ինչու նա իր անցյալի ոչ մի ապացույց չուներ։ Ինչու էր Դոնարան այդքան բարկանում ամեն անգամ, երբ Էլենը հարցեր էր տալիս։ Այդ գիշեր, մինչ Դոնարան քնած էր, Էլենը բարձրացավ ձեղնահարկ։ Նա երբեք այնտեղ չէր եղել։ Դոնարան այն կողպած էր պահում, բայց Էլենը բանալին գտել էր շաբաթներ առաջ, թաքցրած դարակում։ Նա բարձրացավ նեղ աստիճաններով, սիրտը թնդալով։ Ձեղնահարկը փոշոտ էր, լցված արկղերով։ Էլենը բացեց դրանք մեկ առ մեկ, հին հագուստ, հարկային փաստաթղթեր, անդորրագրեր, և հետո անկյունում խցկված մի արկղի մեջ նա գտավ մի բան, որից քարացավ։ Թերթերի կտրոնների մի կապոց, հոդվածներ անհետ կորած մի աղջկա մասին։ Հասմիկ Մարիգարստյան, 6 տարեկան, վերջին անգամ տեսել են 1985 թվականի հուլիսի 14-ին Աբովյանում, Հայաստան։ Էլենի ձեռքերը դողում էին կարդալիս։ Լուսանկարի աղջիկը խարտյաշ մազեր ուներ, ոչ թե շագանակագույն։ Նա առջևի ատամների արանքում ճեղք ուներ։ Էլենը դիպավ իր ատամներին։ Նա ճեղք ուներ, նա միշտ էլ ունեցել էր։ Դոնարան ասել էր, որ դա գենետիկ է։ Բայց այս աղջիկը, այս Հասմիկը, նա նման էր Էլենին, կամ Էլենն էր նման նրան։ Էլենը կարդաց յուրաքանչյուր հոդված, ուսումնասիրեց յուրաքանչյուր լուսանկար։ Որքան շատ էր կարդում, այնքան փազլի կտորները ընկնում էին իրենց տեղը, երազները, հիշողության դատարկ հատվածները, անցյալի մասին խոսելու Դոնարայի մերժումը, բացակայող ծննդյան վկայականը, մեկուսացումը։ Էլենը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Նա հոդվածները դրեց հետ ճիշտ այնպես, ինչպես գտել էր։
Իջավ ներքև, պարկեց քնելու, բայց չկարողացավ քնել։ Նա պարկած նայում էր առաստաղին, միտքը խառնաշփոթի մեջ։ Հնարավոր էր։ Կարող էր ինքը լինել այդ աղջիկը։ Կարող էր Դոնառան ստած լինել ամեն ինչի մասին։ Հաջորդ առավոտ Էլենա իրեն սովորականի պես պահեց։ Նախաճաշ պատրաստեց, գնաց աշխատանքի, ժպտում եւ զրուցում էր հաճախորդների հետ, բայց ներսում նա գոռում էր։ Նա չգիտեր ինչ անել, չգիտեր ում վստահել։ Եթե դեմարդեմ դուրս գար Դոնառայի դեմ, ինչ կլիներ։ Արդյոք Դոնառան կհերքեր։ Արդյոք կվնասեր նրան։ Արդյոք նորից կանհետանար Էլենի հետ։ Էլենա սարսափեր էր, բայց նա նաև զայրացած էր, զայրացած ստերի վրա, զայրացած գողացված տարիների վրա, զայրացած այն կյանքի վրա, որը պետք է ունենար։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Էլենը սկսեց հետաքննել։ Նա օգտագործում էր գրադարանի համակարգիչները, զգուշորեն ջնջելով որոնման պատմությունը։ Նա փնտրեց Հասմիկ Գալստյանին, գտավ հոդվածներ անհետացման մասին, գտավ սառեցված գործերի նվիրված կայք, գտավ Հասմիկի մոր լուսանկարը արված անհետացումից 10 տարի անց։ Կինը տանջված տեսք ուներ, կոտրված։ Էլենը երկար նայեց լուսանկարին։ Նա փորձեց հիշել, փորձեց դուրս քաշել ինչ-որ բան, ցանկացած բան իր մտքի խորքից, բայց ոչինչ չկար, միայն ծանոթության թույլ զգացում, միայն կորցրած ինչ-որ բանի շշուկ։ Էլենա նաև տեղեկություն գտավ, թե ինչպես ստանալ արխիվային տվյալներ, ծննդյան վկայականներ, անհետ կորածների տվյալների բազան, DNT թեստավորում։ Նա իմացավ, որ եթե ինքը իսկապես Հասմիկ Գալստյան է, պետք է գրանցում լինի, պետք է մատնահնչեր լինեն, եթե վերցրել են մանուկ հասակում, պետք է DNT լինի գործում։ Նրան պետք էր ընդամենը թեստ հանձնել, բայց ինչպես։ Նա գումար չուներ մասնավոր թեստի համար, նա փաստաթուղթ չուներ, նա նույնիսկ սոցիալական քարտ չուներ։ Դոնառան կեղծ ինքնություն էր ստեղծել նրա համար։ Էլենը խրվել էր, թակարդված էր երկու կյանքերի արանքում։ Այն կյանքի, որն ապրել էր, եւ այն կյանքի, որը գուցե գողացել էին իրենից։ Նա մտածեց ոստիկանություն գնալու մասին։ Բայց ինչ պետք է ասեր։ Ինձ թվում է ես անհետ կորած մարդ եմ։ Նա ապացույց չուներ։ Միայն թերքի կտրոններ եւ նախազգացում։ Նրանք կմտածեին, որ նա խելագար է, նրանք կզանգեին Դոնառային եւ ամեն ինչ կփլվեր։ 2007 թվականի գարնանը Էլենը դարձավ 28 տարեկան։ Նա արդեն 7 տարի աշխատում էր մթերային խանութում։ Նա մի քիչ գումար էր տնտեսել։ Նա ուներ իր սեփական մեքենան, հին Հոնդա, որը հազիվ էր շարժվում։ Նա կյանքում առաջին անգամ զգում էր, որ ինչ-որ վերահսկողություն ունի, ինչ-որ ազատություն։ Դոնառայի առողջությունը վատացել էր։ Նա այժմ 72 տարեկան էր, թույլ եւ մոռացկոտ։ Նա դեռ փորձում էր կառավարել Էլենին, դեռ պահանջում էր իմանալ, որտեղ է նա ամեն օրվա ամեն րոպեին։ Բայց Էլենը սովորել էր ստել, սովորել էր դուրս պրծնել։ Մի կեսօր Էլենի մեքենան կանգնեցրին կոտրված հետևի լուսարձակի համար։ Տեսուչը քաղաքավորի էր, պրոֆեսիոնալ։ Նա խնդրեց վարորդական իրավունքը եւ տեխնիկական անձնագիրը։ Էլենը հանձնեց դրանք, սիրտը թնդալով։ Տեսուչը հայացք գցեց վարորդականին, հետո Էլենին։ Նա հոնքերը գիտեց։ Տիկին, այս վկայականի ժամկետը լրացել է։ Էլենի սիրտը կանգ առավ։ Գիտեմ, արագ ասաց նա, պատրաստվում էի թարմացնել։ Տեսուչը գլխով արեց։ Դուք պետք է դա շուտ անեք, այս անգամ բավարարվում եմ նախազգուշացմամբ։ Էլենը շնորհակալություն հայտնեց նրան, ձեռքերը դողալով։ Հեռանալիս նա հասկացավ, որ պետք է թարմացնի իրավունքը, ինչը նշանակում էր գնալ ոստիկանության անձնագրային բաժին կամ ՃԸ հաշվառման բաժին, ինչը նշանակում էր ներկայացնել փաստաթղթեր, ինչն էլ նշանակում էր, որ նրա կեղծ ինքնությունը կենթարկվի մանրազն ստուգման։ Մեկ շաբաթ անց Էլենը մտավ Երևանի ծայրամասում գտնվող անձնագրային բաժին։ Նա օրերով տատանվում էր, նրա մի մասը ցանկանում էր խուսափել դրամից, շարունակել ապրել ստվերում, բայց նրա մյուս մասը, այն մասը, որ կարդացել էր թերթի այդ հոդվածները եւ նայել Սեդա Գալստյանի լուսանկարին, պատասխաններ էր ուզում, պատասխանների կարիք ուներ։ Նա կանգնեց հերթում թղթերը սեղմած ձեռքում։ Երբ հերթը հասավ իրեն, նա ամեն ինչ հանձնեց աշխատակցին։ Աշխատակիցը միջին տարեկի կին, վձից կախված ընթերցման ակնոցով, մուտքագրեց Էլենի տվյալները համակարգիչ։ Նա հոնքերը կիտեց, նորից մուտքագրեց, նայեց Էլենին։ Տիկին,
Ձեր գրանցումների հետ կապված խնդիր կա։ Էլենի Զարեկարը ագացավ։ Ինչ կարգի խնդիր է։ Աշխատակիցը տատանվեց։ Վստահ չեմ, համակարգը ազդանիշ է տալիս։ Կարող եք մի պահ սպասել այստեղ։ Էլենը գլխով արեց, բերանը չորացած էր։ Աշխատակիցը անհետացավ հետնասենյակում։ Էլենը կանգնած էր պատուհանի մոտ, ուղեղը լարված աշխատում էր։ Ինչն էր գործարկել ահազանգը, ինչ էր գտել համակարգը։ 5 րոպե անցավ, 10։ Հետո աշխատակիցը վերադարձավ վերադասով։ Վերադասը 50 անց մի տղամարդ լուրջ դեմքով ուշադիր նայեց Էլենին։ Տիկին, մեզ անհրաժեշտ կլինի, որ դուք լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնեք, ծննդյան վկայական, սոցիալական քարտ։ Էլենի սիրտը զգացավ, թե ինչպես են պատերը սեղմվում։ Ինձ մոտ չեն, ասաց նա։ Վերադասը գլխով արեց։ Ուրեմն ստիպված կլինեք վերադառնալ դրանցով։ Մինչ այդ մենք չենք կարող ընթացք տալ ձեր թարմացմանը։ Էլենը դուրս եկավ այնտեղից շշմած վիճակում։ Նա նստեց մեքենան, սեղմելով ղեկը, փորձելով շնչել։ Նա չէր կարող վերադառնալ Դոնարայի մոտ եւ պահանջել փաստաթղթեր, որոնք գոյություն չունեին։ Նա չէր կարող շարունակել ապրել այս սուտը։ Նա կրկին թակարդում էր։ Այդ գիշեր Էլենը որոշում կայացրեց։ Նա քշեց նեպի ոստիկանական բաժանմունք։ Նա մտավ դռներից ներս, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե դուրս կթռչի։ Հերթապահ ոստիկանը վեր նայեց։ Կարող եմ օգնել։ Էլենը խորը շունչ քաշեց։ Ինձ թվում է, ես կարող եմ անհետ կորած մարդ լինել, ասաց նա։ Ոստիկանը թարթեց աչքերը։ Ներեցեք, ինչ։ Էլենի ձայնը դողաց։ Իմ անունը Էլեն Կիրակոսյան է։ Համենայն դեպս ինձ այդպես են ասում, բայց ես թերթի հոդվածներ եմ գտել մի աղջկա մասին, ով անհետացել է 1985 թվականին, Հասմիկ Գալստյանի, եւ ես կարծում եմ, որ դա կարող եմ ես լինել։ Ոստիկանը մի պահ նայեց նրան, հետո վերցրեց հեռախոսը։ Ես կխնդրեմ ձեզ նստել, ասաց նա։ Հիմա ձեզ կմոտենան։ Էլենը նստեց պլաստմասե աթոռին, ձեռքերը դրած ծնկներին եւ սպասեց։ Նա սպասեց 1 ժամ, հետո 2։ Վերջապես ետնամուտքի միջանցքից դուրս եկավ մի քննիչ։ Նա 40-նանց կին էր, կարճ մուգ մազերով եւ սուր հայացքով։ Նա ներկայացավ որպես քննիչ Կարինե Սարգսյան։ Նա տարավ Էլենին հարցաքննության փոքրիկ սենյակ։ Էլենը պատմեց նրան ամեն ինչ՝ ձեղնահարկը, թերթի կտրոնները, հիշողության դատարկ հատվածները, կեղծ փաստաթղթերը, Դոնարայի վերահսկողությունը։ Քննիչ Սարգսյանը լսում էր առանց ընդհատելու։ Երբ Էլենը վերջացրեց, քննիչը հետ հենվեց աթոռին։ Սա լուրջ հայտարարություն է, ասաց նա։ Որևէ ապացույց ունեք։ Էլենը բացասաբար շարժեց գլուխը։ Միայն հոդվածները եւ նախազգացում։ Քննիչ Սարգսյանը դանդաղ գլխով արեց։ Լավ, ահա թե ինչ ենք անելու։ Մենք կստուգենք ձեր մատնահետքերը։ Եթե դուք որպես երեխա հայտարարվել եք անհետ կորած, ձեր մատնահետքերը վերցված կլինեն եւ մուտքագրված բազա։ Եթե համընկնում լինի, մենք կիմանանք։ Էլենը համաձայնեց։ Նրա ձեռքերը դողում էին, երբ քննիչը վերցնում էր նրա մատնահետքերը։ Հետո նա նորից սպասեց, մինչև մշակվում էին մատնահետքերը։ Սպասեց, մինչև որոնում էին տվյալների բազայում։ Սպասեց այն պատասխանին, որը փոխելու էր ամեն ինչ։ 2 ժամ անց քննիչ Սարգսյանը վերադարձավ։ Նրա արտահայտությունը փոխվել էր։ Նա ապշած տեսք ուներ։ Էլեն կամ Հասմիկ, մենք համընկնում ունենք։ Դուք Հասմիկ Մարի Գալստյանն եք։ Դուք անհետ կորած եք համարվում 1985 թվականի հուլիսի 14-ին։ Դուք 6 տարեկան էիք։ Էլենը զգաց, որ սենյակը պտտվում է։ Նա չէր կարողանում շնչել, չէր կարողանում մտածել։ Դա ճիշտ է, շշնչաց նա։ Ամեն ինչ ճիշտ է։ Քննիչ Սարգսյանը գլխով արեց։ Ձեր մայրը 22 տարի փնտրել է ձեզ, նա երբեք չի հանձնվել։ Էլենը սկսեց լաց լինել։ Նա լալիս էր այն մանկության համար, որը կորցրել էր, այն մորը համար, ում չէր հիշում, այն տարիների համար, որոնք գողացվել էին։ Քննիչ Սարգսյանը ձգվեց սեղանի վրայով եւ բռնեց նրա ձեռքը։ Դուք հիմա ապահով եք, ասաց նա։ Մենք կգտնենք այն կնոջը, ով տարել է ձեզ, եւ ձեզ տուն կվերադարձնենք։ Ժամերի ընթացքում գործը պայթեց։ Ոստիկանությունը ներխուժեց Դոնարա Կիրակոսյանի տուն։ Նրանք գտան նրան հյուրասենյակում հեռուստացույց դիտելիս։ Երբ նրանք ասացին, թե ինչու են այնտեղ, նա չդիմադրեց, չհերքեց։ Նա պարզապես նայեց նրանց հոգնած դատարկ աչքերով եւ ասաց. «Ես նրան լավ կյանք եմ տվել, ես սիրել եմ նրան»։ Ոստիկանները ձերբակալեցին նրան տեղում։ Նրանք խուզարկեցին տունը եւ գտան ավելի շատ ապացույցներ։ Հասմիկի անհետացման մասին բնօրինակ հոդվածները, կեղծ ծննդյան վկայական, մի օրագիր, որտեղ Դոնարան գրել էր Հասմիկին վերցնելու մասին, իր պատճառների, իր արդարացման մասին։ Ես փրկեցի նրան,
մի գրառման մեջ ասվում էր։ Նրա ծնողները արժանի չէին նրան, ես տվեցի նրան ամեն ինչ։ Բառերը սրտխառնոց առաջացրին քննիչների մոտ։ Դոնարա Կիրակոսյանին մեղադրանք առաջադրվեց մարդկանց առևանգման, երեխայի առևանգման և փաստաթղթերի կեղծման համար։ Նա զղջում ցույց չտվեց։ Նրա մտքում ինքը ոչ մի վատ բան չէր արել։ Նա Էլենին կամ Հասմիկին տուն էր տվել, կյանք։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու դա բավարար չէր։ Լուրը արագ տարածվեց։ Անհետ կորած երեխան ողջ է գտնվել 22 տարի անց։ Հասմիկ Գալստյանը, ով առևանգվել էր 1985-ին, հայտնաբերվել է ապրելիս կեղծ ինքնության տակ Երևանում։ Պատմությունը ամենուր էր։ Ազգային լուրեր, կաբելային ալիքներ, առցանց ֆորումներ։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ հետևել էին գործին, ապշած էին։ Գալստյանների ընտանիքի հետ կապ հաստատեցին անմիջապես։ Սեդան աշխատանքի էր, երբ ստացավ զանգը։ Նա լցնում էր սրճեփը, երբ հեռախոսը զանգեց։ Նա քիչ էր մնում չպատասխաներ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան վերցնել։ Մյուս կողմի ձայնը ներկայացավ որպես քննիչ Սարգսյան Երևանից։ «Տիկին Գալստյան», ասաց նա, «պետք է որ նստեք»։ Սեդայի սիրտը կանգ առավ։ «Մենք գտել ենք ձեր դստերը, նա ողջ է»։ Սեդան գցեց հեռախոսը, գործընկերները վրա հասան։ Ինչ-որ մեկը վերցրեց հեռախոսը և լսեց քննիչի բացատրությունը։ Մեկ ուրիշը օգնեց Սեդային նստել աթոռին։ Նա այնպես էր դողում, որ չէր կարողանում կանգնել։ Հասմիկը, նրա Հասմիկը ողջ էր 22 տարի անց։ Դա անհնար էր թվում, դա իրական չէր թվում, բայց իրական էր։ Ռուբենի հետ կապվեցին հաջորդը։ Նա ապրում էր Ռուսաստանում, Կրասնոդարում, իր երկրորդ կնոջը և նրանց դեռահաս որդու հետ։ Երբ ոստիկանությունը զանգահարեց, նա մտածեց, որ դա սխալմունք է, դաժան կատակ։ Բայց նրանք ուղարկեցին նրան լուսանկարներ։ Լուսանկարներ մի կնոջ, ով ճիշտ այն տեսքն ուներ, ինչպիսիքը կունենար, եթե մեծանար։ Նույն աչքերը, նույն ճեղքը ատամների արանքում, գլխի նույն թեքությունը։ Ռուբենը նստեց իր պատշգամբում և հեկեկաց։ Կինը գտավ նրան այնտեղ 1 ժամ անց, դեռ լուսանկարը սեղմած, դեռ լաց լինելիս։ Միքայելին գտնելն ամենադժվարն էր։ Նա տեղափոխվել էր երկրից, աշխատում էր Սիբիրում նավթահորերի վրա։ 2 օր պահանջվեց հաղորդագրությունը նրան հասցնելու համար։ Երբ նա վերջապես լսեց, նա լաց չեղավ։ Նա ուղղակի կանգնած էր այնտեղ, նայելով ոչնչի, փորձելով ընկալել դա։ Նրա քույրը ողջ էր, քույրը, ում նա սգել էր իր կյանքի կեսից ավելին, քույրը, ում մասին նա երազել էր, մտածել, կարոտել ամեն աստված օր։ Նա ողջ էր և վերադառնում էր տուն։ Բայց մինչ վերամիավորումը կար Հասմիկին ճշմարտությունն ասելու հարցը։ Ըմբողջ ճշմարտություն։ Քննիչ Սարգսյանը նստեց նրա հետ ոստիկանության բաժանմունքի փոքր խորհրդակցության սենյակում։ Նա ցույց տվեց նրան լուսանկարներ։ Հասմիկը որպես երեխա, Հասմիկի ընտանիքը, տունը Գարնանային փողոցում, բակային խնջույքը, որոնողական աշխատանքները։ Հասմիկը նայում էր պատկերներին, փորձելով կապել դրանք իր հետ, փորձելով հիշել, բայց դա նման էր անծանոթի կյանքի նայելուն։ Նա չէր կարողանում հասնել հիշողություններին, չէր կարողանում հետ բերել դրանք կորած էին, թաղված չափազանց խորը։ Քննիչ Սարգսյանը բացատրեց, թե ինչ էր պատահել։ Դուք 6 տարեկան էիք, երբ Դոնարա Կիրակոսյանը առևանգեց ձեզ։ Նա դեղորայքով քնեցրել է ձեզ, տեղափոխել հեռու, փոխել ձեր ինքնությունը։ Նա մեկուսացրել է ձեզ, հեռու պահել աշխարհից, ձեր ընտանիքից, ինքներդ ձեզանից։ Նա գողացել է ձեր կյանքից 22 տարի։ Հասմիկը լսում էր, դեմքը անարտահայտիչ։ Հետո նա տվեց միակ հարցը, որը նշանակություն ուներ։ Նրանք սիրում էին ինձ, իմ իսկական ընտանիքը, նրանք սիրում էին ինձ։ Քննիչ Սարգսյանը գլխով արեց արցունքները աչքերում։ Նրանք երբեք չեն դադարել սիրել ձեզ, նրանք երբեք չեն դադարել փնտրել ձեզ։ Ձեր մայրը մոմ էր վառում ձեզ համար ամեն տարի, ձեր ծննդյան օրը։ Ձեր եղբայրը պահել է ձեր սենյակը ճիշտ այնպես, ինչպես կար։ Նրանք երբեք հույսը չեն կորցրել։ Հասմիկը փլվեց, նա հեկեկում էր այնքան ուժգին, որ չէր կարողանում շնչել։ Այն ընտանիքի համար, որին չէր հիշում, այն կյանքի համար, որ կորցրել էր, այն կնոջ համար, ում կարող էր դառնալ։ Հրավիրվեց թերապևտ, բժիշկ Հեղինե Ավագյանը, տրավմաների և առևանգման գործերով մասնագետ։ Նա ժամերով նստեց Հասմիկի հետ։ Նա բացատրեց, որ այնինչ Հասմիկը ապրում էր, նորմալ էր։ Դուք սգում եք 2 կյանք, ասաց նա, կյանքը, որն ապրել եք, և կյանքը, որը խլվել է ձեզանից։
Երկուսն էլ իրական են, երկուսն էլ կարևոր են։ Դուք ստիպված չեք ընտրել դրանց միջև, դուք պարզապես պետք է գտնեք դրանք միավորելու ճանապարհը։ Հասմիկը հարցրեց, արդյոք երբևէ կհիշի։ Բժիշկ Ավագյանը անկեղծ էր, գուցե ոչ։ Հիշողությունը բարդ բան է, հատկապես երբ գործ ունենք տրավմայի եւ ժամանակի հետ։ Դուք շատ փոքր էիք, ձեր ուղեղը կարող է ճնշած լինել հիշողությունները որպես պաշտպանական մեխանիզմ, կամ դրանք կարող են ետ գալ հատվածներով, երազներ, արկայծումներ։ Իմանալու ձև չկա։ Հասմիկը գլխով արեց։ Նա ուժասպառ էր, ճնշված, սարսափած։ Նա այլևս չգիտեր ով է ինքը, նա Հասմիկն էր, նա Էլենն էր, նա երկուսն էլ էր, թե ոչ մեկը։ Բացահայտումից 2 շաբաթ անց կազմակերպվեց Հասմիկի հանդիպումը ընտանիքի հետ։ Վերամիավորումը տեղի ունեցավ մասնավոր վայրում, հեռու լրատվամիջոցների աղմուկից։ Սեդան առաջինը ժամանեց, նա օրերով չէր քնել, չէր կերել, նա ավերակ էր, դողում էր եւ գունատ էր։ Ռուբենը եկավ հաջորդը, երևալով ավելի ծեր, քան իր 55 տարիներն էին։ Միքայելը վերջինը ժամանավ։ Նա բարձրահասակ էր, լայն ուսերով, նույն խարճաշ մազերով, որ հիշվում էին թերթի լուսանկարներից։ Նրանք սպասում էին փոքրիկ սենյակում, երեքն էլ չէին խոսում, պարզապես սպասում էին։ Հետո դուռը բացվեց եւ Հասմիկը ներս մտավ։ Մի պահ ոչ ոք չշարժվեց, նրանք պարզապես նայում էին միմյանց։ Սեդան առաջինը չդիմանաց, նա 3 քայլով կտրեց սենյակը եւ գրկեց Հասմիկին։ Նա այնքան ամուր էր գրկել, որ Հասմիկը հազիվ էր շնչում։ «Իմ բալիկ», շշնչաց Սեդան, «իմ աղջիկ, ես գիտեի, որ դու ետ կգաս, ես գիտեի»։ Հասմիկը կանգնած էր քարացած, անվստահ։ Նա չէր հիշում այս կնոջը, չէր զգում կապը, բայց թույլ տվեց, որ իրեն գրկեն, թույլ տվեց իրեն զգալ այն հուսահեպ, կլանող սերը, որը ճառագում էր Սեդայից։ Ռուբենը մոտեցավ հաջորդը, նա նրբորեն դիպավ Հասմիկի դեմքեն, կարծես նա կարող է անհետանալ։ «Հասմիկ», ասաց նա, «ես այնքան եմ ցավում, որ մենք քեզ ավելի շուտ չգտանք»։ Հասմիկը բացասական շարժեց գլուխը։ «Դա քո մեղքը չէ», ասաց նա։ Այս ամենից եւ ոչ մեկը քու մեղքը չէ։ Միքայելը մի քիչ ետ քաշվեց։ Նա չգիտեր ինչ ասել։ Չգիտեր ինչպես կամրջել 22 տարվա բացը։ Վերջապես Հասմիկը նայեց նրան։ «Դու իմ եղբայրն ես», ասաց նա։ Միքայելը գլխով արեց։ «Հա, ես եմ»։ Նրանք կանգնած էին այնտեղ, անհարմար եւ անվստահ։ Հետո Միքայելը ասաց. «Դու գողանում էիր իմ կոմիքսները»։ Հասմիկը թարթեց աչքերը։ «Իսկապես»։ Միքայելը ժպտաց։ Տխուր, կոտրված ժպիտ։ Անընդհատ։ Դու սողոսկում էիր սենյակս եւ վերցնում դրանք, հետո հերքում էիր, նույնիսկ երբ ես գտնում էի դրանք քո մահճակալի տակ։ Հասմիկը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր ներսում, ինչ-որ բանի արկայծում։ Ոչ հիշողություն, այլ զգացողություն, ծանոթություն։ Նա նույնպես ժպտաց։ «Կներես»։ Միքայելը բացասաբար շարժեց գլուխը։ «Պետք չի։ Ես թույլ կտայի քեզ գողանալ իմ բոլոր կոմիքսները, եթե դա նշանակեր, որ դու այստեղ կլինեիր»։ Նրանք գրկախառնվեցին։ Եվ բացահայտումից ի վեր առաջին անգամ Հասմիկը զգաց, որ գուցե, պարզապես գուցե, նա կարող է ետ գտնել ճանապարհը դեպի այն, ով եղել էր, կամ գոնե դեպի այն, ով պետք է լիներ։ Լրատվամիջոցների իրարանցումը անողոք էր։ Լրագրողները ճամբար էին դրել ոստիկանական բաժանմունքի դիմաց, Գալստյանների տան դիմաց, դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր Դոնարա Կիրակոսյանի դատավարությունը։ Բոլորն ուզում էին այդ պատմությունը, բոլորն ուզում էին հարցազրույց վերցնել Հասմիկից, բայց Հասմիկը մերժեց։ Նա պատրաստ չէր դեմարդեմ դուրս գալ աշխարհի դեմ, պատրաստ չէր լինել մահից վերադարձած աղջիկը։ Առաջին մի քանի շաբաթը նա մնաց Սեդայի հետ։ Սեդայի բնակարանը փոքր էր, նեղվածք, բայց այնտեղ ապահով էր։ Սեդան անընդհատ պտտվում էր նրա շուրջը, ի վիճակի չլինելով Հասմիկին տեսադաշտից բաց թողնել։ Նա պատրաստում էր Հասմիկի սիրելի ուտեստները կամ գոնե այն ուտեստները, որոնք հիշում էր, որ Հասմիկը սիրում էր։ Շոկոլադե նրբաբլիթներ, սպագետտի կոլոլակներով, ելակի պաղպաղակ։ Դրանցից մի քանիսը ծանոթ էին, մի քանիսը ոչ։ Հասմիկը փորձում էր հարմարվել, փորձում էր տեղավորվել այս նոր կյանքի մեջ, բայց դժվար էր։ Ավելի դժվար, քան նա պատկերացրել էր։ Նա 28 տարեկան էր, բայց իրեն երեխա էր զգում, կորած, շփոթված, զայրացած։ Ռուբենը հաճախ էր այցելում։ Նա փորձում էր վերականգնել հարաբերությունները, փորձում էր լինել այն հորը, որը չէր կարողացել լինել, բայց հեռավորությունը կար։ Տարիները ստեղծել էին մի վիղ, որը հնարավոր չէր փակել մեկ գիշերվա ընթացքում։
Հասմիկը գնահատում էր նրա ջանքերը, բայց նա իրեն նրա դուստրը չէր զգում, նա իրեն օտարական էր զգում։ Միքայելը ուրիշ էր, նա չէր ստիպում, չափից դուրս չէր ջանում, նա ուղակի գալիս էր, նստում նրա հետ, խոսում ոչնչից, պատմում նրան պատմություններ իրենց մանկությունից, պատմություններ, որոնք նա չէր հիշում, բայց մեկ է լսում։ Կամաց, զգուշորեն նրանք սկսեցին կառուցել ինչ-որ բան, ոչ այն քույր-եղբայր հարաբերությունները, որ կորցրել էին, այլ ինչ-որ նոր բան, ինչ-որ բան, որ պատկանում էր իրենց հիմա։ Մի կեսօրի Միքայելը տարավ Հասմիկին հին տուն, գարնանային փողոց։ Այն վաճառվել էր տարիներ առաջ, բայց նոր տերերը բավական բարի գտնվեցին, թույլ տալով նրանց շրջել։ Հասմիկը կանգնած էր բակում, փորձելով հիշել, փորձելով տեսնել իրեն որպես 6 տարեկան երեխա խոտերի մեջ վազելիս, բայց ոչինչ չկար։ Այնտեղ դատարկ տարածություն։ Միքայելը մատնացույց արեց մի ծառ։ «Դու սովորություն ունեիր մագլցել այդ ծառը», ասաց նա։ «Դու մնում էիր վերև, եւ ես ստիպված էի լինում օգնել քեզ իջնել»։ Ամեն անգամ։ Հասմիկը դիպավ կեղևին։ Նա ուզում էր հիշել, ուզում էր զգալ կապը, բայց այն չկար։ Նա շրջվեց դեպի Միքայելը։ «Պատմիր ինձ ավելին», ասաց նա։ «Պատմիր ամեն ինչ»։ Եվ նա պատմեց։ Նա պատմեց բակային խնջույքի մասին, որոնումների մասին, հաջորդող տարիների մասին, այն մասին, թե ինչպես էր ինքը սողոսկում նրա սենյակ եւ խոսում նրա հետ, թեև նա այնտեղ չէր։ Այն մասին, թե ինչպես էր ինքն իրեն մեղադրում նրան չպաշտպանելու համար։ Հասմիկը լսում էր, արցունքները հոսելով դեմքով։ Երբ նա վերջացրեց, Հասմիկն ասաց. «Դա քո մեղքը չէր։ Դու ընդամենը երեխա էիր»։ Միքայելը գլխով արեց։ «Ես դա հիմա գիտեմ, բայց ինձնից երկար ժամանակ պահանջվեց դրան հավատալու համար»։ Դոնարա Կիրակոսյանի դատավարությունը սկսվեց 2007 թվականի հոկտեմբերին։ Հասմիկին կանչեցին ցուցմունք տալու։ Նա չէր ուզում արերեսվել այն կնոջ հետ, ով գողացել էր իր կյանքը։ Բայց մեղադրող կողմն ասաց, որ նրա ցուցմունքը վճռորոշ է, ուստի նա համաձայնեց։ Նա մտավ դատարանի դահլիճ, ձեռքերը դողալով։ Դոնարան նստած էր պաշտպանության սեղանի մոտ փոքրամարմին եւ տկար տեսքով։ Երբ նրանց աչքերը հանդիպեցին, Դոնարան ժպտաց, տխուր կարոտախտով լի ժպիտով։ Կարծես նրանք հին ընկերներ լինեին, կարծես այս ամենից ոչինչ իրական չլիներ։ Հասմիկը հայացքը թեքեց։ Նա բարձրացավ ամբիոն եւ պատասխանեց հարցերին, նկարագրեց իր կյանքը Դոնարայի հետ, մեկուսացումը, ստերը, վերահսկողությունը, վախը։ Նա նկարագրեց թերթի հոդվածները գտնելը, գիտակցումը, ոստիկանություն գնալու որոշումը։ Նա խոսեց հաստատուն ձայնով, թեև ներսում գոռում էր։ Երբ նա վերջացրեց, դատախազը տվեց վերջին հարցը. «Դուք մեղադրում եք Դոնարա Կիրակոսյանին ձեզ հետ պատահածի համար»։ Հասմիկը նայեց Դոնարային։ Նայեց այն կնոջը, ով մեծացրել էր իրեն, ով կերակրել էր եւ հագցրել իրեն, եւ պատմել քնելուց առաջ հեքիաթներ։ Այն կնոջը, ով նաեւ գողացել էր իրեն, ստել էր իրեն, պահել էր որպես բանտարկյալ։ «Այո», ասաց Հասմիկը, «ես մեղադրում եմ նրան, եւ ես երբեք նրան չեմ ների»։ Դոնարան մեղավոր ճանաչվեց բոլոր կետերով։ Նա դատապարտվեց 30 տարվա ազատազրկման։ Նա 94 տարեկան կլիներ, մինչև իրավունք կստանար վաղաժամկետ ազատման։ Երբ վճիռը կարդացին, Դոնարան ոչ մի զգացմունք ցույց չտվեց։ Նա պարզապես նստած էր այնտեղ, ուղիղ առաջ նայելով։ Հասմիկը դիտում էր դահլիճից։ Նա ոչ մի բավարարություն չզգաց, ոչ մի թեթևացում, միայն դատարկություն։ Դատավարությունն ավարտվել էր, արդարությունը վերականգնվել էր, բայց դա ետ չէր բերում տարիները, չէր ջնջում վնասը։ Հասմիկը դուրս եկավ դատարանից եւ վերադարձավ Սեդայի բնակարան։ Նա նստեց բազոքին եւ նայեց պատին։ Սեդան նստեց նրա կողքին։ «Լավ ես», հարցրեց նա։ Հասմիկը բացասական շարժեց գլուխը։ «Ես չգիտեմ, թե ով եմ ես», ասաց նա։ «Ես չգիտեմ, թե որտեղ է իմ տեղը»։ Սեդան բռնեց նրա ձեռքը։ «Քո տեղը այստեղ է, մեզ հետ, քո ընտանիքի հետ»։ Հասմիկը ուզում էր հավատալ դրան, բայց նա վստահ չէր, թե դա ճիշտ էր։ Դատավարությունից հետո ամիսները ամենադժվարներն էին։ Հասմիկը փորձում էր կյանք կառուցել, փորձում էր հասկանալ, թե ով պետք է լինի։ Նա սկսեց թերապիա Բժիշտ Ավագյանի հետ։ Շաբաթը 2 անգամ նրանք նստում էին միասին եւ խոսում անցյալից, ներկայից, ապագայի մասին։
Բժիշկ Ավագյանը օգնեց Հասմիկին հասկանալ, որ նա ստիպված չէ ընտրել Էլենի եւ Հասմիկի միջև, որ երկու ինքնություններն էլ իր մասն են, որ նա կարող է սքել կորցրածը միաժամանակ ընդունելով այնինչ մնացել է։ Հասմիկը սկսեց բացվել, խոսել զայրույթի, շփոթվածության, երկու մասի բաժանված լինելու զգացողության մասին։ Նա խոսեց Դոնարայի մասին, այն բարդ զգացմունքների մասին, որ ուներ, որովհետև Դոնարան դաժան էր եղել, գողացել էր իրեն։ Բայց Դոնարան նաև միակ մայրն էր եղել, ում նա ճանաչել էր 22 տարի։ Դա տավաճանություն էր, որը կտրում էր երկու կողմից էլ։ Բժիշկ Ավագյանը լսում էր առանց դատապարտելու։ Նա վավերացրեց Հասմիկի զգացմունքները, ասաց նրան, որ նորմալ է զայրացած լինելը, նորմալ է սգալը, նորմալ է բոլոր հարցերի պատասխանները չունենալը։ Հասմիկը գնահատեց դա, գնահատեց, որ թույլ են տալիս զգալ այն, ինչ զգում է, առանց ճնշման առաջ շարժվելու կամ ներելու կամ ապաքինվելու ավելի արագ, քան ինքը պատրաստ էր։ Սեդան նույնպես դժվարանում էր։ Նա երազել էր վերամիավորման մասին 22 տարի, պատկերացրել էր, որ դա կշտկի ամեն ինչ, բայց այդպես չէր եղել։ Հասմիկը վերադարձել էր, բայց նա նույնը չէր, նա օտարական էր, հասուն կին իր սեփական կյանքով, իր սեփական հիշողություններով, իր սեփական ցավով։ Սեդան փորձում էր համբերատար լինել, փորձում էր Հասմիկին տարածություն տալ, բայց դժվար էր։ Նա ուզում էր իր փոքրիկ աղջիկան ետ, ուզում էր գրկել նրան եւ պաշտպանել եւ լրացնել բոլոր կորցրած տարիները։ Բայց Հասմիկը այլևս 6 տարեկան չէր, նա 28 տարեկան էր եւ նրան ժամանակ էր պետք, ժամանակ հարմարվելու, ժամանակ ապաքինվելու, ժամանակ հասկանալու, թե ով է ինքը։ Սեդան նույնպես գնաց թերապիայի։ Նա խոսեց մեղքի զգացումի մասին, այն զգացողության, որ ինքը ձախողվել է որպես մայր, որ պետք է պաշտպաներ Հասմիկին, պետք է տեսներ վտանգը, պետք է երբեք հայացքը չթեքեր։ Նրա թերապևտը հիշեցրեց նրան, որ պատահածը նրա մեղքը չէր, որ նա արել է ամեն ինչ, ինչ կարող էր, որ նա երբեք չի դադարել պայքարել Հասմիկի համար։ Բայց մեղքի զգացումը մնում էր, դա ստվեր էր, որը հետևում էր Սեդային ամենուր։ Ռուբենը եւ նրա երկրորդ կինը ամուսնալուծվեն Հասմիկի գտնվելուց 1 տարի անց։ Նրա կինն ասաց, որ չի կարող մրցել անցյալի հետ, չէր կարողանում տանել էմոցիոնալ ծանրությունը, որն իջել էր նրանց ընտանիքի վրա։ Ռուբենը չպայքարեց դրա դեմ։ Նա վերադարձավ Հայաստան, վարձեց մի փոքր բնակարան Աբովյանում, Սեդայի մոտակայքում։ Նա ուզում էր մոտ լինել Հասմիկին, ուզում էր լինել նրա կյանքի մասը։ Նա հաճախ էր այցելում, մթերք էր բերում, նորոգում էր իրեր Սեդայի բնակարանում, փորձում էր օգտակար լինել, փորձում էր ներկա լինել։ Հասմիկը գնահատեց դա, գնահատեց, որ թույն են տալիս զգալ այն, ինչ զգում է, առանց ճնշման առաջ շարժվելու կամ ներելու կամ ապաքինվելու ավելի արագ, քան ինքը պատրաստ էր։ Միքայելը դարձավ Հասմիկի խարիսխը։ Նա այն մարդն էր, ում նա զանգահարում էր, երբ խոսելու կարիք ուներ, այն մարդը, ում նա վստահում էր։ Նա ոչինչ չէր խնդրում, չէր ակնկալում, որ ինքը կլինի մեկը, ով ինքը չէր։ Նա պարզապես գալիս էր, լսում, աջակցում։ Մի գիշեր Հասմիկը զանգահարեց նրան առավոտյան ժամը 2-ը։ Նա այնքան ուժեղ էր լաց լինում, որ չէր կարողանում խոսել։ Միքայելն անմիջապես եկավ։ Նա գտավ նրան Սեդայի հյուրասենյակի հատակում սստած, շրջափատված լուսանկարներով։ Հասմիկի նկարները որպես երեխա, ընտանիքի նկարները, որոնց նա չէր հիշում։ Ես չեմ հիշում նրանց, ասաց նա։ Ես չեմ հիշում ոչինչ դրանից, եւ ինձ թվում է, որ պարտավոր եմ, կարծես պարտք եմ նրանց, բայց չեմ կարողանում։ Միքայելը նստեց նրա կողքին։ Դու ոչ ոքի ոչինչ պարտավոր չես, ասաց նա։ Դու 6 տարեկան էիր, երբ սա պատահեց։ Դա քո մեղքը չէր։ Եվ քո մեղքը չէ, որ դու չես հիշում։ Հասմիկը բացասաբար շարժեց գլուխը։ Բայց նրանք այնքան բան են կորցրել։ Իմ պատճառով։ Միքայելը բռնեց նրա ուսերը եւ ստիպեց նայել իրեն։ Ոչ քո պատճառով։ Դոնարա Կիրակոսյանի պատճառով։ Նա է, ով արեց սա, ոչ թե դու։ Հասմիկը լաց եղավ նրա կրծքին, եւ Միքայելը գրկեց նրան, մինչև նա քնեց։ 2008 թվականի ամռանը, բացահայտումից գրեթե 1 տարի անց, Հասմիկը առաջընթաց էր գրանցել։ Նա տեղափոխվել էր իր սեփական բնակարանը, աշխատանքի էր անցել գրախանութում, կյանք էր կառուցում, իրական կյանք։ Նա դեռ կանոնավոր կերպով տեսնում էր իր ընտանիքին, դեռ գնում էր թերապիայի, դեռ ունենում էր վատ օրեր, բայց նա նաև ունենում էր լավ օրեր,
երբ նրան թվում էր, որ գուցե, պարզապես գուցե ինքը կարող է լավ լինել։ Նա սկսեց կամավոր աշխատել մի հասարակական կազմակերպությունում, որն օգնում էր անհետ կորած երեխաների ընտանիքներին։ Նա կիսվում էր իր պատմությամբ, խոսում էր այլ վերապրածների հետ, հույս էր տալիս։ Դա բուժիչ էր մի ձևով, որը նա չէր սպասում։ Դա նրան նպատակ տվեց միջոց իմաստավորելու այն, ինչ պատահել էր։ Նա պարզապես զոհ չէր, նա վերապրած էր, և նա կարող էր օգնել ուրիշներին նույնպես վերապրել։ Սեդան խաղաղություն գտավ յուրովի։ Նա դադարեց կրել Հասմիկի մանկության լուսանկարը գոգնոցի գրպանում։ Դադարեց մոմ վառել յուրաքանչյուր ծննդյան օրը։ Ոչ այն պատճառով, որ մոռացել էր, այլ որովհետև Հասմիկը վերադարձել էր։ Նրան այլևս պետք չէր կառչել անցյալից։ Նա կարող էր կենտրոնանալ ներկայի վրա, իր գտած դուստրի հետ հարաբերություններ կառուցելու վրա։ Դա այն հարաբերությունը չէր, որ նա պատկերացրել էր, բայց դա իրական էր, և դա բավական էր։ Սեդան թոշակի անցավ ճաշարանից։ Նա իր ժամանակն անցկացնում էր այգեգործությամբ, եկեղեցում կամավորությամբ և Հասմիկին այցելելով։ Նրանք շաբաթը մեկ միասին սուրճ էին խմում, խոսում մանրույքներից, աշխատանքից, եղանակից, գրքերից։ Նրանք չէին խոսում անցյալից, եթե Հասմիկը ինքը թեման չբացեր։ Եվ կամաց-կամաց, զգուշորեն, նրանք կառուցեցին ինչ-որ նոր բան։ Ոչ նախկին մայր ու դուստր հարաբերությունները, այլ մի հարաբերություն, որը պատկանում էր նրանց, ովքեր նրանք կային հիմա։ Ռուբենը ի վերջո վերադարձավ Ռուսաստան։ Նա հասկացավ, որ Հասմիկին մոտ լինելը չի նշանակում, որ աղջիկը նրա կարիքն ունի այնտեղ։ Չի նշանակում, որ դա հեշտացնում է ամեն ինչ։ Նա զանգում էր շաբաթը մեկ, այցելում էր տոներին, և դա նորմալ էր։ Հասմիկը գնահատում էր, որ նա փորձում է, որ նա հոգ է տանում, բայց նա նաև գնահատում էր հռավորությունը։ Դա նրան շնչելու տեղ էր տալիս, տեղ հասկանալու իր սեփական կյանքը առանց զգալու նրա ակնկալիքների ծանրությունը։ Նրանք հավասարակշռություն էին գտնում։ Այն կատարյալ չէր, բայց իրենցն էր։ Միքայելը ամուսնացավ 2010 թվականին։ Նա խնդրեց Հասմիկին ներկա լինել հարսանիքին։ Նա կանգնած էր առաջին շարքում դիտելով եղբորը երթում տալիս և զգաց հույզերի ալիք՝ սեր, հպարտություն, երախտագիտություն։ Նա բաց էր փոխում նրա կյանքից շատ բան, բայց նա այստեղ էր հիմա, և դա էր կարևորը։ Խնջույքի ժամանակ Միքայելը նրան մի կողմ քաշեց։ «Ուրախ եմ, որ այստեղ ես», ասաց նա։ Հասմիկը ժպտաց։ Ես նույնպես։ Նրանք գրկախառնեցին, և տարիների ընթացքում առաջին անգամ Հասմիկը զգաց, որ իր տեղում է, որ ինքը ինչ-որ բանի մաս է, որ ինքը ընտանիք ունի։ 2012 թվականին Հասմիկը ելույթ ունեցավ խորհրդարանական հանձնաժողովի առջև երեխաների առևանգման և սառեցված գործերի վերաբերյալ։ Նա խոսեց իր պատմությունից, երբեք չհանձնվելու կարևորությունից, ավելի լավ ռեսուրսների, ավելի լավ տվյալների բազաների, իրավապահների միջև ավելի լավ համակարգման անհրաժեշտությունից։ Նրա ելույթը հզոր էր, դա հեռարձակվեց ազգային հեռուստատեսությամբ։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հետևում էին նրա պատմությանը, դիտում էին արցունքներ աչքերին։ Լսումներից հետո մի կին մոտեցավ Հասմիկին։ Նա 60-անց էր, ջերմակաց մազերով և բարի աչքերով։ Նա ներկայացավ որպես Մարգարիտա։ Նրա դուստրը անհետ կորել էր 1990 թվականից։ Նա երբեք չէր գտնվել։ Մարգարիտան շնորհակալություն հայտնեց Հասմիկին եղույթի համար, հույս տալու համար, հիշեցնելու համար, որ հրաշքները հնարավոր են։ Հասմիկը գրկեց նրան։ Նա մտածեց այն բոլոր ընտանիքների մասին, ովքեր դեռ սպասում էին, դեռ հուսում էին, դեռ փնտրում էին։ Եվ նա խոստացավ ինքն իրեն, որ շարունակելու է պայքարել նրանց համար, շարունակելու է պատմել իր պատմությունը, շարունակելու է լույս սփռել այն երեխաների վրա, ովքեր դեռ անհետ կորած են։ Դոնարա Կիրակոսյանը մահացավ բանտում 2015 թվականին։ Նա 81 տարեկան էր, սրտի անբավարարություն։ Հասմիկին տեղեկացրին բանտից, նա ոչինչ չզգաց, ոչ վիշտ, ոչ զայրույթ, միայն հեռավոր ավարտվածության զգացում, Դոնարան չկար։ Այն կինը, ով գողացել էր իր կյանքը, ով կառավարել էր իրեն, ով ստել էր իրեն 22 տարի, չկար։ Իսկ Հասմիկը դեռ այստեղ էր, դեռ ողջ, դեռ պայքարում էր։
Դա բավական էր։ Նա չգնաց թաղմանը, ծաղիկներ չուղարկեց, ընդհանրապես չարձագանքեց դրան։ Նա պարզապես առաջ շարժվեց, բաց թողեց եւ կենտրոնացավ այն կյանքի վրա, որը կառուցում էր։ 2015-ին իր հայտնաբերվելուց 10 տարի անց Հասմիկը գիրք գրեց՝ հուշագրություն իր փորձի մասին, առևանգվելու, որպես Էլեն մեծանալու, ճշմարտությունը բացահայտելու, վերամիավորման, վերակառուցման պայքարի մասին։ Նա անվանեց այն աղջիկը, որը վերադարձավ։ Այն հրատարակվեց եւ արժանացավ քննադատների հավանությանը։ Այն դարձավ բեսթսելլեր։ Հասմիկը հարցազրույցներ տվեց, ելույթներ ունեցավ, գրքի ստորագրություններ կազմակերպեց։ Նա պատմում էր իր պատմությունը նորից ու նորից եւ ամեն անգամ հույս ուներ, որ դա կօգնի ինչ-որ մեկին։ Ինչ-որ մեկին, ով փնտրում էր, ինչ-որ մեկին, ով ցավում էր, ինչ-որ մեկին, ով կարիք ուներ հավատալու, որ կորած երեխաները կարող են գտնվել, որ ընտանիքները կարող են ապաքինվել, որ հույսը անիմաստ չէ։ Սեդան կարդաց գիրքը եւ լաց եղավ։ Նա լաց եղավ այն ամենի համար, ինչ կորցրել էին, եւ այն ամենի համար, ինչ գտել էին։ Նա հպարտ էր Հասմիկով, հպարտ էր այն կնոջ, որ նա դարձել էր, այն ուժով, որ նա ցույց էր տվել, այն նրբանկատությամբ, որով նա վերաբերվել էր աներևակայելի մի բանի։ Ռուբենը նույնպես կարդաց այն։ Նա զանգահարեց Հասմիկին դրանից հետո։ «Կներես», ասաց նա, «որ կողքիդ չեմ եղել, որ չեմ գտել քեզ, բոլոր այն տարիների համար, որ կորցրինք»։ Հասմիկը ներեց նրան, ոչ թե նրա համար, որ նա արժանի էր դրան, այլ որովհետև ինքն ուներ դրա կարիքը, որովհետև զայրույթը պահելը ուրասպար էր անում, եւ նա հոգնել էր զայրացած լինելուց։ Միքայելը կարդաց գիրքը մի շնչով։ Նա զանգահարեց Հասմիկին, երբ վերջացրեց։ «Դու անհավանական ես», ասաց նա։ «Դու գիտես դա, չէ»։ Հասմիկը ծիծաղեց։ «Ես ուղղակի փորձում եմ գոյատևել», ասաց նա։ Միքայելի ձայնը լուրջ էր։ «Ոչ, դու գոյատևելուց ավելին ես անում, դու ապրում ես, եւ դա ամենակարևորն է»։ 2015-ին Հասմիկը հանդիպեց մեկին, Դավիթ անունով մի տղամարդու։ Նա բարի էր, համբելտար, հասկացող։ Նա գիտեր նրա պատմությունը, բոլորը գիտեին նրա պատմությունը, բայց նա չվերաբերվում էր նրան զոհի։ Նա վերաբերվում էր նրան մարդու։ Նրանք հանդիպեցին 2 տարի։ 2020-ին նրանք ամուսնացան։ Սեդան, Ռուբենը եւ Միքայելը բոլորն այնտեղ էին։ Հարսանիքը փոքր էր, մտերիմ, կատարյալ։ Հասմիկը հագել էր պարզ սպիտակ զգեստ։ Նա երջանիկ տեսք ուներ, շողում էր։ Երբ նա արտասանում էր իր երթումը, նա մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր, այն ամենի մասին, ինչ վերապրել էր, եւ նա հասկացավ, որ չնայած ամեն ինչի, չնայած ցավին ու կորցին եւ իրենից գողացված տարիների, նա հաջողել էր, նա այստեղ էր, նա ողջ, նա սիրված էր եւ նա երջանիկ էր։ Դա ավելին էր, քան նա երբևէ համարձակվել էր հուսալ։ Սեդան կենաց ասաց խնջույքի ժամանակ։ Նա ոտքի կանգնեց, բաժակը ձեռքին եւ նայեց դստերը։ Երբ Հասմիկին տարան, ես մտածեցի, որ կյանքս վերջացած է, ասաց նա։ Ես մտածեցի, որ երբեք նորից չեմ ժպտա, երբեք նորից ուրախություն չեմ զգա, բայց Հասմիկը վերադարձավ եւ նա ինձ մի բան սովորեցրեց։ Նա սովորեցրեց ինձ, որ հույսը հիմարություն չէ, որ սերը ավելի ուժեղ է, քան ժամանակը, որ որոշ պատմություններ, նույնիսկ ամենամութները, կարող են երջանիկ ավարտ ունենալ։ Նա բարձրացրեց բաժակը Հասմիկի համար, այն աղջկա համար, ով վերադարձավ։ Բոլորը խմեցին, եւ Հասմիկը լաց եղավ, բայց դրանք երջանկության արցունքներ էին, բուժիչ արցունքներ։ Հասմիկն ու Դավիթը դուստր ունեցան 2022 թվականին։ Նրանք անվանեցին նրան Շողեր։ Հասմիկը առաջին անգամ գրկեց իր փոքրիկին եւ զգաց մի կատաղի կլանող սեր։ Նա մտածեց իր սեփական մոր, Սեդայի մասին, ով գրկել էր իրեն այսպես մի ժամանակ, ով սիրել էր իրեն այսպես, ով երբեք չէր դադարել սիրել իրեն, նույնիսկ երբ ինքը չկար։ Հասմիկը շշնջաց Շողերին. «Ես երբեք թույլ չեմ տա, որ քեզ հետ որևէ բան պատահի։ Ես կպաշտպանեմ քեզ, ես քեզ ապահով կպահեմ»։ Եվ նա անկեղծ էր։ Իր էության յուրաքանչյուր մասնիկով նա անկեղծ էր։ Այսօր Հասմիկը 45 տարեկան է։ Նա ապրում է Հայաստանում, ոչ հեռու այնտեղից, որտեղից նրան տարել էին այն բոլոր տարիներ առաջ։ Նա աշխատում է որպես անհետ կորած երեխաների պաշտպան։ Նա ելույթ է ունենում համաժողովներում, աշխատում է իրավապահ մարմինների հետ, օգնում ընտանիքներին անցնել երեխայի կորստի մղձավանջի միջով։ Նա նվիրել է իր կյանքը նրան, որ վստահ լինի ոչ ոք այլևս ստիպված չի լինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով ինքն անցավ, որ ոչ մի այլ ընտանիք ստիպված չի լինի սպասել 22 տարի պատասխանի համար։ Սեդան այժմ 73 տարեկան է։ Նա դեռ ապրում է իր փոքրիկ բնակարանում։
Նա տեսնում է Հասմիկին ամեն շաբաթ, խաղում է շողերի հետ, պատմում նրան պատմություններ իր տատիկի մասին, ընտանիքի պատմության մասին, այն սիրո մասին, որը երբեք չմեռավ։ Ռուբենը 75 տարեկան է, նրա առողջությունը վատ է, բայց նա տեսազանգով կապվում է Հասմիկի հետ ամեն կիրակի։ Նրանք խոսում են շողերից, կյանքից, այն տարիների մասին, որ կորցրին, եւ այն տարիներ, որ գտան։ Միքայելը 52 տարեկան է, նա դեռ մտերիմ է Հասմիկի հետ, դեռ նրա խորուսմ է, դեռ այն մարդը, ում նա զանգում է երթխոսելու կարիք ունի։ Նա քերի է շողերի համար, եղբայր Հասմիկի համար, հիշեցում, որ ընտանիքը միայն արյունը չէ, դա կողքին լինելն է, դա երբեք չհանձնվելն է։ Հասմիկի պատմությունը արտակարգ է, բայց նա նաև հիշեցում, որ որոշ սառցված գործեր բացահայտվում են, որ որոշ երեխաներ տուն են գալիս, որ հույսը, նույնիսկ երբ անհնարին թվում է, արժե պահել։ Դեռ կան հազարավոր անհետ կորած երեխաներ, հազարավոր սպասող ընտանիքներ, հազարավոր գործեր, որոնք սառցված են, բայց Հասմիկի պատմությունը ապացուցում է, որ դա հնարավոր է, որ համարթակությամբ, տեխնոլոգիայով, մի փոքր հաջողությամբ անհնարինը կարող է պատահել։ Որոշ երեխաներ երբեք չեն գտնվում, բայց Հասմիկը գտնվեց, եւ դա փոխում է ամեն ինչ։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, մենք կցանկանանք լսել ձեր մտքերը մեկնաբանություններում։ Երբևէ հետևել եք անհետ կորած մարդու գործի, որը տպավորվել է ձեզ մեջ։ Ինչ եք մտածում Հասմիկի անհամանական ճանապարհորդության մասին։ Եկեք շարունակենք քննարկումը։ Եվ եթե հավատում եք այս պատմությունների ուժին, եթե հավատում եք, որ յուրաքանչյուր անհետ կորած երեխա արժե հիշվելու, խնդրում ենք հավանել այս վիդեոն, բաժանորդագրվել մեր ալիքին եւ կիսվել նրանց հետ, ովքեր գուցե կարիք ունեն լսելու այս մասին։ Ձեր աջակցությունը օգնում է մեզ պատմել ավելի շատ պատմություններ Հասմիկի պատմության նման, պատմություններ, որոնք կարևոր են, պատմություններ, որոնք հիշեցնում են մեզ, որ այն ամենայնիվ ամենամութ պահերին հույսը երբեք իսկապես կորած չէ։ Շնորհակալություն դիտելու համար եւ հիշեք, որ ինչ որտեղ դրսում, ինչ որ մեկը դեռ սպասում է գտնվելու, թույլ չտվեք, որ նրանք մոռացվեն։